Փետրվարի 19-ը հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, որպես գիրք նվիրել օր նշվում է 2008 թվականից։ Իսկ ինչպես են քաղաքացիները վերաբերվում այսօրվան եւ արդյոք պատրաստվում են գիրք նվիրել։ Փորձեցինք ողջել Արցախույզի միջոցով։ Փետրվարի 19-ը գիտեք ինչ օր է։ Ինչպես։ Փետրվարի 19-ը գիտեք։ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, նաև գրք նվիրելու տոնն է։ Շատ լավ։ Իսկ դուք պատրաստվում եք որևէ մեկին գիրք նվիրել այդ օրը։ Հա, աղջկաս։ Իսկ վերջին գիրքը, որ դուք կարդացել եք, ո՞րն է եղել։ Հայկ Խաչատրյանի Տիգրան Մեծը, մեկ էլ Պարիս Հերունու Հայոց պատմություն, հայ պատմագրությունը զուգահեռ կարդացել եմ։ 19-ը, չէ։ Գիրք նվիրելու օրն է, նաև Թումանյանի ծննդյան օրը։ Իսկ դուք պատրաստվում եք որևէ մեկին գիրք նվիրել այդ օրը։ Երևի իմ երեխաներին նվիրեմ։ Իսկ դուք այդպես գիրք կարդում եք, վերջին կարդացած գիրքը ո՞րն է եղել։ Ինչքան վաղ չեմ կարդացել։ Փետրվարի 19-ը գիտեք ինչ օր է։ 19-ը, չէ։ Գիրք նվիրելու օրն է։ Իսկ պատրաստվում եք որևէ մեկին գիրք նվիրել այդ օրը։ Հա, համալսարանում կազմակերպում են, կարծում եմ կմասնակցեմ։ Թումանյանի ծնունդն է եւ գրքերի միջազգային տոնն է նվիրելու։ Իսկ պատրաստվում եք այդ օրը գիրք նվիրել որևէ մեկին։ Չէ, ճիշտ ասած։ Իսկ վերջին կարդացած գիրքը, որ ընթերցել եք, ո՞րն է եղել։ Ճիշտ ասած հիմա ռուսերեն հոգեբանական գիրք եմ կարդում, ռուսերեն լեզվով էլի։ Գիրք նվիրելու օրն է նաև Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։ Հա։ Իսկ դուք պատրաստվում եք այդ օրը որևէ մեկին գիրք նվիրել։ Չէ, ճիշտ ասած չեմ պատրաստվում։ Վերջին կարդացած գիրքը ո՞րն է եղել, կհիշեք։ Հոթորկից առաջ։ Հիշեցրեցիք։ Երեխաներից կսկսեմ։ Լավ։ Իսկ վերջին կարդացած գիրքը ձեր ո՞րն է եղել։ Էրիխ Ֆրոմ սիրելու արվեստը վերցեցի չհասցրեցի։ Անկեղծ լինեմ, վերադարձրի։ Չգիտեք։ Գիրք նվիրել օրն է նաև Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։ Պատրաստվում եք այդ օրը որևէ մեկին գիրք նվիրել։ Չէ, անկեղծ ոչ մեկին։ Վերջին կարդացած գիրքը ո՞րն է եղել։ Նիչեից Զարաթուստրան։ 19-ը Հովհաննես Թումանյանի ծննդյան տարեդարձը եւ նաեւ գիրք նվիրելու օրը։ Իսկ դուք պատրաստվում եք որևէ մեկին գիրք նվիրել այդ օրը։ Իհարկե, մեր դպրոցի գրադարանին անպայման ամեն տարի։ Շատ լավ։ Իսկ վերջին կարդացած գիրքը ո՞րն է եղել։ Վերջին կարդացած գիրքը հենց Ռուբեն Եսայանի Թունելից 13 կիլոմետր հեռավորության վրա գիրքը։